Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, սա TV Travel ճամփորդական նախագիծն է։ Ես ճանապարհորդ բլոգեր Նորն եմ ու այս պահին գտնվում եմ Ծաղկաձորում։ Եկել եմ, որպեսզի ձեզ ներկայացնեմ մի շատ յուրահատուկ պրոյեկտ։ Հաղորդման երկրորդ մասում կճամփորդենք մեր մոլորակի գեղեցիկ անկյուններով։ Նախագիծը, որի մասին ցանկանում եմ խոսել, դա One Management-ի բաժանորդագրություններն են։ Ինչ է դա իրենից ներկայացնում։ Բաժանորդագրվելով One Management-ին հնարավորություն եք ունենում բացահայտել Հայաստանը, ճամփորդել Հայաստանով շատ մատչելի արժեքներով։ Սա նորություն է տուրիզմի ոլորտում։ Ինչ է ձեզ տալիս One Management-ին բաժանորդագրությունը։ Սա հնարավորություն է տալիս ճամփորդելով Հայաստանում եւ Վրաստանում կանգառ ունենալ 6 իրարից տարբեր ու յուրահատուկ հյուրանոցներում տարվա կտրվածքով 10 օր 2 անձի համար։ Ուրեմն որոշել եմ մեր ճամփորդական նախագծի շրջանակներում ճամփորդել Հայաստանում եւ Վրաստանում ու ձեզ ներկայացնել բոլոր այդ 6 հյուրանոցները, որպեսզի պատկերացում կազմեք, թե ձեռք բերելով այս փաթեթը ինչպիսի վայրում հնարավորություն կունենաք կանգառ անել։ Այս պահին գտնվում եմ Ծաղկաձորի Ավրորա ռեզորտում, որը բացվել է 2018 թվականին եւ այստեղի ամենահաճելի, գեղեցիկ ու տաք անկյուններից մեկն է։ Գնանք ներս ու ձեզ ներկայացնեմ այս հյուրանոցը։ Բարև ձեզ, ես որոշել եմ մեր հեռուստադիտողին ներկայացնել ձեր հյուրանոցի բոլոր կատեգորիայի համարները։ Ինձ կարող եք տրամադրել մի քարտ, որի միջոցով հասանելիություն կունենամ բոլոր սենյակներին։ Իհարկե։ Շնորհակալություն։ Սա բացառիկ քարտ է, գնացինք։ Չնայած ես ոսկեձկնիկ չեմ բռնել, բայց One Management-ի շնորհիվ ես ձեռք եմ բերել այնպիսի փաթեթ, որը ինձ կարող էր միայն տրամադրել ոսկեձկնիկը։ Առաջին հարկում տեղակայված է ընդունարանը, սպասասրահը, այստեղ է տրվում նաև նախաճաշը ու նաև բարն է այստեղ, ամենագլխավորներից մեկը։ Կարող եք վերցնել մի գավաթ սուրճ կամ կոկտեյլ ու էլ ավելի ջերմացնել ձեր միջավայրը։ Սա ստանդարտ համարն է։ Առաջին բանը, որ նկատեցի, դա այն է, որ ստանդարտ համարների համար բավականին լայն է։ Ընդարձակ լինելուց բացի, պետք է ասեմ, որ սենյակը չճնշող գույների մեջ է։ Ինչպիսի սիրուն ու գեղեցիկ աշուն է։ Տեսարանը խնդրում եմ։ Ավրորա ռեզորտից ֆանտաստիկ տեսարան է բացվում։ Ու համոզված եմ ոչ միայն աշնանը, գարնանը, ամռանը ու ձմռանը։ Մի խոսքով պետք է գալ ու վայելել հանգիստ այստեղ։ Հաջորդ կատեգորիայի համարը, որը ցանկանում եմ ձեզ ներկայացնել, դա լյուքս դասինն է։ Կրկին բավականին մեծ ու լուսավոր։ Ունի 2 ննջասենյակ, 3 սանհանգույց ու սենց մեծ սենյակ, որտեղ որ կարող եք բոլորով հավաքվել ու վայելել ձեր օրը։ Ու դե տեսարաններով հանդերձ։ Գժություն է ուղղակի պանորամային տեսարանը։ Բոլոր պատուհաններից երևում է ամբողջ Ծաղկաձորը։ Այս մեկից ճոպանուղին, լեռները, շատ սիրուն աշուն է, շատ շքեղ, ողջ Ծաղկաձորը երևում է ձեր պատուհաններից։ Ուզում եմ սենց պատուհանները բաց մաքուր օդով ձեզ ներկայացնել մեր սենյակները։ Ուրեմն մեր առաջի սենյակը, տեսեք, կրկին ընդարձակ, մեծ, նույն գույների մեջ չճնշող ու իր սանհանգույցով առանձին։ Տեսարանի հետ կապված ոչ մի վեճ չեք ունենալու ընտանիքում, քանի որ բոլորդ ունենալու եք շատ գեղեցիկ տեսարաններ։ Ու ասեմ, որ շատ մատչելի է։ Գալ ու ձեր հանգիստը անցկացնել հենց այս լյուքս կարգի սենյակում։
Սա էլ մեր երկրորդ ննջարանը։ Կրկին նույն գույների մեջ, պարզ, հասանելի, գեղեցիկ, մի խոսքով ու նաև դե ֆանտաստիկ տեսարան։ Հակոբ, ես չեմ գալիս այդ Երևան։ Հենց է ինձ պակասում Երևանում ես տեսարանը, մաքուր օդը, պարզ արևը, ջերմ, գեղեցիկ։ Մի խոսքով ստեղ շատ լավ է, ես չեմ գալիս, ես մնում եմ ստեղ։ Հյուրանոցը ունի նաև սպա զոնա, ֆինական բաղնիք ու համամ, ինչպես նաև աղի սենյակ։ Հյուրանոցը նաև ունի խորհրդակցությունների սրահ, որը շատ հարմար է բոլոր այն կազմակերպությունների համար, ովքեր որ սիրում են քաղաքից դուրս իրականացնել թիմ բիլդինգներ ու կարող են գալ այստեղ ոչ միայն իրենց թիմ բիլդինգը իրականացնել, այլ նաև գիշերել ողջ թիմով, քանի որ հյուրանոցը առաջարկում է ավելի քան 40 համար։ Հյուրանոցը նաև ունի մանկական սենյակ, իսկ դա նշանակում է, որ դուք կարող եք վայելել ձեր հանգիստը հյուրանոցի տարածքում, իսկ ձեր երեխաները կհանգստանան ձեզանից։ Այսքան պարզ, այսքան հարմար ու ժամանակակից, սա դեռ սկիզբն է։ Շուտով լինելու են նոր բաժանորդագրություններ, նոր հյուրանոցներ, բոնուսներ ու նվերներ։ Այդ ամբողջը բաց չթողնելու համար հետևեք One Management-ի վեբկայքին ու նաև նրանց սոցիալական տարբեր հարթակներում, որպեսզի առաջինը տեղեկանաք բոլոր բոնուսների ու նվերների մասին։ Աղջիկներ, ուշադրություն։ Ուրեմն, հիմա One Pass-ի մեջ ներառված է ոչ միայն հյուրանոցները, այլ նաև տարբեր ծառայություններ։ Դեմքի խնամք, մերսում, պիլատես, յոգա, անտիգրավիտի, մի խոսքով ընտիր ծառայություններ կան։ Ժամանակն է, որպեսզի դիմեք ձեր սիրելիներին, որպեսզի ձեզ նվիրեն One Pass փաթեթը ու միասին, նաև ձեր սիրելի հետ մեկտեղ մասնակցեք այնտեղ ներառված բազմաթիվ ծառայություններին։ Իսկ ես հիմա վերցրեմ իմ բջջայինը ու ընտրեմ բազմաթիվ փաթեթներից մեկը իմ սիրելիների համար։ Փաթեթը ընտրելուց հետո ժամանակն է վճարում իրականացնել։ Telcel-ով, Idram-ով ու նաև Rocket Line-ով։ Rocket Line-ի միջոցով հնարավորություն ունեմ մաս առ մաս վճարումս իրականացնել ընթացքում, իսկ առաջին ամիսը ոչ մի տոկոս չի գումարվում։ Կարծում եմ ֆանտաստիկ տարբերակ է։ Դրսում ցուրտ է, իսկ դա նշանակում է, որ ամանորին մնացել են հաշված օրեր։ Հոգ չէ, Ծաղկաձորի Ավրորա ռեզորտը ամեն բան մտածել է ձեր փոխարեն։ Ուղղակի պետք է վստահել իրենց, ընտրել 3 կամ 6 օրյան փաթեթը ձեր հարազատների, ձեր ընտանիքի համար ու ձեր օրը դարձնել տոն։ Ամանորի գիշերը այստեղ լինելու է ուղղակի ֆանտաստիկ, քանի որ լինելու է DJ վակցինան, լինելու են կենդանի կատարումներ, ձմեռ պապ, ձյունանուշ, խաղարկություններ, նվերներ, մի խոսքով ջերմ միջավայր։ Ծանոթացեք այս փաթեթներին ու եկեք Ծաղկաձորի Ավրորա ռեզորտ ձեր օրը տոն դարձնելու համար։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ես ճանապարհորդ բլոգեր Նորն եմ, սա TV Travel ճամփորդական նախագիծն է եւ մենք գտնվում ենք Արևոտ Մոնտենեգրոյում։ Կոտորի ծոցում կան բազմաթիվ բնակավայրեր։ Կոտորը բացահայտելուց հետո ճիշտ ժամանակն է գալու Պերաստ։ Պերաստը իմ ամենասիրած բնակավայրից մեկն է, չնայած որ փոքր է, բայց բավականին կոլորիտային ու գեղեցիկ։ Այստեղից նաև նավարկություն կիրականացնենք դեպի հեռվում գտնվող կղզի, որը հավատացնում եմ ունի հետաքրքիր պատմություն ու իհարկե կարևոր վայր է ծոցի բնակիչների համար։ Ես Պերաստը առանձնահատուկ շատ եմ սիրում, որտեղ ունի շատ սիրուն կառուցվածք, կա աշտարակ, զանգակատուն, եկեղեցու զանգակատունն է, որտեղ կարող ես բարձրանալ ու այնտեղից վայելել այդ ողջ հրաշք տեսելն է։ Այսպես աստիճաններով բարձրանում ենք դեպի վեր։ Զանգակատունը, զանգակները ու տեսարան level got։
համոզվեցիք, որ այս զանգակատնից ֆանտաստիկ տեսարան է բացում, դեպի Կոտորի ծոցը։ Այսպեսի վայր է, շահեկան դիրքում գտնվող ու բնականաբար ես, ով հայտնվում է այս աշխարհում լիքը գժական վայրեր։ Այստեղի մուտքավճարը 1 եվրո է, բայց վճարելով 1 եվրո ստանում եք բազմաթիվ էմոցիաներ ու գեղեցիկ տեսարաններ, 40 լինելու դեպքում բարձրացեք ստեղ։ Պերաստից շարժվում ենք դեպի հայտնի սրբավայր ու զբոսաշրջային անկյուն, կոչվում է Աստվածամայրը ժայռի վրա։ Բավականին գեղեցիկ սրբավայր է, որտեղից նաև ֆանտաստիկ տեսարան է բացվում։ Այնպես որ մնացեք եթերում ու վայելեք այստեղի ողջ հմայքը, այն ինչ անում ենք ձեզ համար ենք անում, որպեսզի ունենաք գեղեցիկ ու հաճելի ճամփորդություններ։ Այս կղզին ունի բավականին հետաքրքիր պատմություն։ Ժամանակներից մի օր ձկնորսները դուրս են գալիս բարձով։ Եղանակը վատանում է եւ նրանք ստիպված են լինում վերադառնալ ափ։ Բայց նրանք հանդիպում են մի ժայռի, որը իհարկե փրկում է նրանց կյանքը, քանի որ ալեկոծված էր ծովը։ Այդ ժայռի վրա կար Աստվածամոր պատկերը, իկոնան։ Նրանք տեսնելով զարմանում եւ մտածում են, որ հենց դա փրկեց նրանց։ Աստվածամոր իկոնան նրանք տանում են Պերաստ։ Բայց այնտեղից առավոտյան նկատում են, որ իկոնան չկա։ Եվ հետ են վերադառնում կղզի, տեսնում են, որ իկոնան այստեղ է։ Այդպես կրկնվում է 3 անգամ։ Նրանք հասկանում են, որ այս իկոնայի վայրը հենց այստեղ է։ Դրա համար կառուցում են այս կղզին, որի վրա վերախոյանում այս գեղեցիկ եկեղեցին, որի ներսում իհարկե Աստվածամոր իկոնան է, պատկերը։ Եվ ամեն տարի ապրիլի 22-ին մարդիկ, բնակիչները գալիս են կղզի, իրենց հետ բերելով մեկ քար, նետում են դրանք կղզու շուրջը, այդպիսով պաշտպանելով այս կղզին։ Նկատեցի, որ մարդիկ ստեղ կոպեկներ են նետում ու շատերը նաև իրենց երկրի կոպեկները։ Սա նվիրատվություն է այս վայրին ու կարծեմ նաև հետաքրքիր գոթող է։ Իսկ հիմա մտնենք ու տեսնենք ներսը այս հետաքրքիր վայրի։ Նշեցին, որ այստեղ կարող եմ երազանք պահել, փոքր խորանալով դեպի ետ, կարող ես երազանք պահել, ասում են իրականում, գնամ պահեմ հաջորդ ճամփորդության երազանքը։ Թե ինչ երազանք էի պահել, կիմանաք, երբ որ դիտեք մեր բոլոր հաղորդումները։ Եկեղեցին այսօր ունի թանգարանի կարգավիճակ ու ժամանակի ընթացքում, երբ ծովայինները, ծովագնացները այստեղ են բերել իրենց հետ ավար, դա թողել են այս կղզում։ Մի խոսքով, սա բավականին արժեքավոր ու կարևոր վայր է կոտորցիների ու նաև երկրի բնակիչների համար։ Մեր արկածները Օմանում շարունակվում են։ Առավոտյան ժամը 4-ին իմ կոմֆորտ ճամբարը լքեցի երազանքներիցս մեկի իրականացման համար։ 1 ժամ մեքենայով ճանապարհ եւ ես հասա այն վայրը, որտեղից իրականացվում են օդապարիկով թռիչքները։
Անապատում օդապարիկով թռիչքը ամենայուրահատուկ փորձառություններից է, որը կարելի է պատկերացնել։ Անապատային իմ փորձառությունները շարունակվում են ու այս պահին ես պետք է իրականացնեմ իմ երազանքներից հերթականը ու թռիչք իրականացնեմ անապատի մեջտեղը այս ֆանտաստիկ շարիկով։ Չեմ համբերում երբեմ թռիչք ունենալու, գնացինք, մեզ են սպասում։ When we are going to land, I will ask you to Կապիտանի կողմից հրահանգավորումները ստանալուց հետո արդեն իսկ պատրաստ էինք թռիչքի։ look there. Իրադարձությունները ավոր արագ են զարգանում, այնպես որ արդեն իսկ պատրաստում ենք թռիչքին, հաշված վայրկյաններից կբարձրանանք օդ, մոտ 11 հոգով ենք թռիչքի իրականացնում։ Խոսքով ֆանտաստիկ տեսարաններ են սպասում։ Քանի որ արևածագ է, այս պահին սկսում ու մենք դա տեսնելու ենք օդից։ Անապատը, արևածագը, մի խոսքով ֆանտաստիկ էմոցիաներ են սպասում։ Հաշված վայրկյաններ ու արդեն մի քանի տասնյակ մետր բարձրացանք օդ, ընթացքում կհասկանամ իրականում քանի մետր ենք բարձրանում, ինֆորմացիան ձեզ ամբողջությամբ կփոխանցեմ, էմոցիաները, շուրջ բոլորս, սենց անապատի գեղեցիկ կարմիր գույնը, կարմիրին մոտիկ գույնը։ Հորիզոնը արդեն սկսում է լուսանալ ու գույներ ստանալ, այնպես որ շքեղ է լինելու։ Այս պահին ծովի մակարդակից 1200 մետր բարձրության վրա ենք ու արևը ծագեց հենց նոր։ Արևի ծագելուն պես անապատը լցվեց ֆանտաստիկ գույներով։ Ձյունաների շողքերը տեսարանները դարձնում էին ավելի տպավորիչ։ Մենք արդեն իսկ գնում ենք վայրեջքի։ Ընտիր վայրեջք ենք կատարել, անգամ չենք ընկել գետին։ Yeah. We can. They are graduated. They are graduated. Oh. Հիմա մեր կապիտանի կողմից Ֆրանսիայից մեզ ոսկե մեդալը ապարգևատրում թռիչքի համար։ Sense and Olympiacan championları որ sense են անում։ The Olympic champions, Ուրեմն ես երկրորդ թռիչքս էր սա, առաջինը Հայաստանում, երկրորդը Օմանում, անապատում։
Թույն, So you have juice. հավես էմոցիաներ։ Գնացեք ձեր երազանքների հետևից։ Հիմա Ակոպի երթնա։ Ակոպը եւս պարկեվա տվեց։ Ակոպ, ինչպես ենք։ Անտի, սա իմ երկրորդ թռիչքն է։ Երկրորդ, քոնն էլ երկրորդ։ Այո։ Թույն։ Առաջինը Երևանի վրա, երկրորդը Անապատում, Օմանում։ Ընդամենը 50 րոպե թռիչք ու ֆանտաստիկ, գերֆանտաստիկ էմոցիաներ։ Գիշերը հայտնվում ես անապատում ինչ որ մի կետում, երբ ոչինչ չի երևում, մթությունն է, միայն աստղերն են, ու սկսում է կամած օդապարիկը լուսավորվել, քանի որ կրակը որ վառվում է, տարածքը լուսավորում է ու սկսում ես նկատել արդեն թե որտեղ ես գտնվում։ Ես հիմա որքան փորձեմ կիսվել իմ էմոցիաներով, դա դուք ինքներդ պետք է զգաք։ Սպասելիքներս արդարացված են մի բան էլ ավել։ Ու առասարակ այս հրաշք երկրից, Օմանից։ Իսկ հիմա գնում ենք գտնենք դրոնը։ Դրոնը թռանք, այդ սիրուն կադրերը որ տեսնում եք։ Հիմա պետք է գնացինք եղբայր։ Դրոնով արվող կադրերը յուրահատուկ տեսք են պարգևում ճամփորդական հաղորդմանը։ Եթե չլիներ այս ֆանտաստիկ սարքը, չէինք կարողանա լիարժեք ներկայացնել այն ամենը, ինչ տեսնում ենք մենք։ Բայց հաճախ հանդիպում ենք խնդիրների։ Այս անգամ ստիպված եղանք մեր թռչող սարքը իջեցնել վայրէջքից 5 կիլոմետր հեռու։ Եթե դիտում եք այս կադրերը, դա նշանակում է, որ մենք հաղթահարել ենք նաև այդ փորձությունը եւ ստիպված մոտ 5 կիլոմետր քայլել ավազաթմբերով, որպեսզի գտնենք թռչող սարքը ու ձեզ պարգևենք ֆանտաստիկ կադրեր։ Հիմա գնում ենք դրոնը ման գտնենք։ Դրոնը թռցրեցի օդապարիկից թռիչքի ժամանակ ու նկարում էի։ Ակումուլյատորը նստեց, հետո հետ չենք էլ կարա օդապարիկի մեջ դրոնը վերցնենք, որտեղ ընթացքի մեջ են երկուսն էլ ու վայրեջ կատարեցի անապատի մեջ մի հատվածում, հիմա քայլում ենք ես ու Նորան, որ գտնենք դրոնը, տեղը լոկացիայով նշել ենք որտեղ է։ Էսա Նորան գալիս է, դրոնը գտել է։ Դրոնը մեզ մոտ է։ Այդ նշանակում է, որ հեռուստադիտողը ունի լիքը թույն կադրեր։ Ապրի Նորան։